հաստատվել է խաղաղություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այսպիսով Հայաստանի համար բացվել է խաղաղ զարգացման դարաշրջան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով առաջիկա ընտրությունները կարևոր նշանակություն ունեն այդ գործընթացը շարունակելու տեսանկյունից։ Վարչապետի գնահատմամբ խաղաղության պահպանումը եւ կայուն զարգացումը պետք է դառնան առաջիկա քաղաքական շրջանի հիմնական առաջնահերթությունները։ Իսկ Ադրբեջանը գուցե չի շղթում Հայաստանի հետ խաղաղության հաստատումը, բայց միևնույն ժամանակ շարունակում է շեշտել. պետք է արագացնել Հայաստանի սահմանադրության համապատասխան կետերի փոփոխությունը, մասնավորապես անկախության հռչակագրի եւ Արցախյան շարժմանը վերաբերող կետերի հեռացումը, իսկ Ադրբեջանում չեն դադարում նաեւ Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Զանգեզուրը կոչել միջանցք ու շարունակել պնդել, թե գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան։ Կա նաեւ մի շատ կարևոր հանգամանք, որը Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է. Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո հայ-ադրբեջանական սահմանին մարտեր ու կրակոցներ չեն եղել։ Արաբական Միացյալ Էմիրությունների Հաբշան գազային համալիրում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է Եգիպտոսի 1 քաղաքացի, եւս 4-ը ստացել են վնասվածքներ։ Պաշտոնական Աբու Դաբին հայտարարել է, որ երկրի խոշորագույն գազամշակման կայանում հրդեհներ են բռնկվել իրանական հրթիռների խոցված բեկորների ընկնելուց հետո։ Միայն վերջին 1 օրվա ընթացքում Իրանն Էմիրությունների ուղղությամբ արձակել է ավելի քան 60 հրթիռ ու տասնյակ անօդաչու սարքեր։ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, պահանջելով անհապաղ դադարեցնել հարձակումներն ու վերականգնել ծովային ուղիների անվտանգությունը։ Թեև իշխանությունները պաշտպանությունը հաջողված են համարում, գազային հսկա համալիրը լուրջ վնասներ է կրել։ Այսօր Իրանի տարածքում խոցված ամերիկյան F-15 կործանիչի օդաչումներից մեկին զինվորականներին հաջողվել է փրկել, սակայն անձնակազմի երկրորդ անդամի որոնումները դեռևս շարունակվում են։ Այս միջադեպը լուրջ կասկածի տակ է դնում պատերազմը շուտափույթ ավարտելու Թրամփի վարչակազմի խոստումները։ Վերջին 1 օրում ԱՄՆ-ն կորցրել է նաև A-10 գրոհային Black Hawk ուղղաթիռ, իսկ վնասված F-16-ը վթարային վայրեջք է կատարել։ Պենտագոնի ղեկավար Հեքսեթի պնդումները Իրանի հակաօդային պաշտպանության ջախջախման մասին այժմ համոզիչ չեն թվում։ Օդաչուի հնարավոր գերեվարումը միայն կբարդացնի իրավիճակը եւ կստիպի Վաշինգտոնին ել ավելի խորացնել ռազմական գործողությունները։ Արյունալի այս հակամարտությունն արդեն խլել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողի կյանք։ Ամերիկյան F-35 կործանիչներն ու MQ-9 անօդաչու սարքերը միացել են Իրանի տարածքում անհետացած ամերիկացի օդաչուների որոնողական աշխատանքներին։ Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտարարել են ամերիկյան F-15 կործանիչի խոցման եւ 2 օդաչուների անհետացման մասին։ Համացանցում հայտնվել են ինքնաթիռի ենթադրյալ բեկորների լուսանկարները։ Իրանի երկնքում գործում են նաեւ C-130 ինքնաթիռ եւ Black Hawk ուղղաթիռներ։ Տեղական զինված ցեղախմբերը հրազենային կրակով փորձում են խոչընդոտել ամերիկյան ուժերի վայրեջքը եւ գտնել անձնակազմին։ Իրանի ուժայինները բնակչությանը հրահանգել են օդաչուներին գտնելիս անմիջապես առգրավել նրանց տեղորոշման ռադիոկայանները։ Մասնագետները մտավախություն ունեն, որ նման միջադեպը կարող է դառնալ երկու երկրների միջև վերջին տասնամյակների առաջին ուղղակի ռազմական բախումը։ Դոնալդ Թրամփը կոնգրեսին է ներկայացրել 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, պահանջելով աստղաբաշխական 1.5 տրիլիոն դոլար։ Փաստաթուղթը նախատեսում է ռազմական ծախսերի գրեթե 40% աճ, Իրանի հետ պատերազմի եւ սպառազինության նոր համակարգերի ներդրման նպատակով։ Սպիտակ տունը ծրագրել է կտրուկ կրճատել սոցիալական, բնապահպանական ու կրթական ծրագրերի ֆինանսավորումը։ Նախագահն առաջարկել է նաեւ առողջապահական ծախսերի եւ սոցիալական աջակցության պատասխանատվությունը դաշնային կենտրոնից փոխանցել նահանգներին։ Այս նախաձեռնությունը հակասում է նախ եւ առաջ ամերիկան նախընտրական կարգախոսին եւ արդեն իսկ առաջացրել է Թրամփի կողմնակիցների տարակուսանքը։ 39 տրիլիոն դոլարի հասնող պետական պարտքի ֆոնին ծախսերի նման ավելացումը լուրջ կասկածի տակ է դնում երկրի տնտեսական կայունությունը։ ԱՄՆ պետդեպարտամենտը անցյալ տարվա դեկտեմբերին Նյու Յորքում միավորված ազգերի կազմակերպությանը կից Իրանի ներկայացուցչության փոխդեսպան Սադատ Աղաջանիին հեռացրել է երկրից։ Վաշինգտոնն այս որոշումը պաշտոնապես հիմնավորել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներով եւ լրտեսության հնարավոր կասկածներով։ Դիվանագետի արտաքսումն իրականացվել է հատուկ ընթացակարգով, ինչը թույլ է տվել խուսափել անցանկալի անց հայտարարելու աղմկոտ գործընթացից։ Մինչև այս միջադեպը ամերիկյան կողմը երկրից հեռացրել է իրանցի եւս 2 ցածրաստիճան պաշտոնյայի։ Պատճառներից մեկն էլ Մանհեթենի կենտրոնից 25 մղոնից ավել հեռանալուց սահմանափակումների պարբերական խախտումն է եղել։ Թեև պետդեպարտամենտը հաստատել է դիվանագիտական գրագրության փաստը, սակայն հրաժարվել է հստակեցնել մեղադրանքների բովանդակությունը։ Արդեն այս տարվա փետրվարին Միացյալ Նահանգները պարտադրել է երկիրը լքել նաև նախկին փոխդեսպանի զավակներին։
Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հնարավորության մասին։ Վաշինգտոնը վրդոված է, որ եվրոպական երկրները հրաժարվել են ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Այս լարվածությունը 76-ամյա դաշինքը հասցրել է իր պատմության ամենաթույլ եւ խոցելի վիճակին։ Թեև օրենսդրական արգելքները բարդեցնում են ՆԱՏՕ-ից պաշտոնական ելքը։ Սպիտակ տան կոշտ ռետորաբանությունը փաստացի զրկում է Եվրոպային ամերիկյան ռազմական երաշխիքներից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն լրջորեն քննարկում են առանց Միացյալ Նահանգների սեփական անվտանգությունն ապահովելու անխուսափելի հեռանկարը։ Վաշինգտոնի զիջողական կեցվածքը Ռուսաստանի հանդեպ եւ մեծ յոթնյակի հանդիպմանը տեղի ունեցած վեճերն ավելի են խորացնում անդրատլանտյան անդառնալի պառակտումը։ Տասնամյակներ շարունակ գործող համաշխարհային կարգն այժմ փլուզվում է, թողնելով դաշինքի ապագան լիակատար անորոշության մեջ։ Nous aurons ensuite l'occasion d'évoquer évidemment la situation. Թրամփին հնարավոր չէ լուրջ ընդունել, քանի որ նա պարբերաբար փոխում է իր նպատակները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Իրանի դեմ պատերազմում։ Մակրոնի խոսքով, երբ լուրջ հարցերի մասին ես խոսում, չես կարող ամեն օր ասել նախորդ օրվա ասացի հակառակը։ Հնարավոր է ավելի լավ կլիներ ընդհանրապես ամեն օր հայտարարություններ չանել, նշել է Ֆրանսիայի առաջնորդը։ Մակրոնը հայտնել է, որ նման հակասական մոտեցումը վնասում է հարցի լրջությանը եւ միջազգային վստահությանը։ Արդեն մի քանի օր է Մակրոն-Թրամփ հարաբերությունները վատթարացել են։ Նախորդին Թրամփը հայտնել էր, թե Մակրոնի կինը նրա հետ վատ է վարվում, ինչն ավելի ուշ Ֆրանսիայի նախագահը չէր մեկնաբանել։ Կրետե կղզուց հետո ավազամրիկն այժմ թուրքական Անտալիայում է։ Ցիկլոնը երկինքը ներկել է կարմրանարնջագույն երանգով։ Բացի այդ, անձրև եւ կարկուտ է տեղացել հանգստավայրի տարածքում։